Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Մելիքյան, որքանով էլ որ ձեր այսպես խոր մասնագիտականը չի, բայց այսպես չեն կարող թեմային չանդրադառնալ։ Վաղ առավոտից մեր տարածաշրջանում այսպես կտրուկ իրավիճակը լարվեց հարևան Իրանում, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համատեղ այսպես առավոտից սկսել են հրթիռակոծել, կրակոցներ Իրանի ուղղությամբ, անգամ խոսում եմ այս թվով զոհերի մասին, այնտեղ ղեկավարության կազմում ռազմական, սրա վերաբերել ինչպես է մեր վրա անդրադառնալու ու զուգահեռ իրականությունը, երբ որ տեսնում ենք այստեղ ինչ է կատարվում, օրինակ վաղ առավոտից քարոզարշավ է եւ մեղադրում են, օրինակ ասում են ինչու եք այդքան անհանգստացած, մենք խաղաղությամբ ենք շարժում ու չենք ուզում խառնվել տարածաշրջանային արյունահեղության այդպես գրառումներ հանդիպեցի։ Գիտեք, ախր դա ապշելու բան է ուղղակի, որովհետեւ նախ այս ամեն ինչը անկախատեսելի չէր, արդեն առնվազն տարվա սկզբից կանխատեսելի էր, որ օրը գալու է, ռազմական գործողությունը սկսելու է եւ շատերն էին փորձագետները նշում էին, որ բանակցությունները ընդամենը ժամանակ ձգելու կամ ինչ որ շրջանակների ցույց տալու համար է, որ փորձ է կատարվում դիվանագիտական ճանապարհով ինչ որ խնդիրները հարթել, որոնք այս ամբողջությամբ եւ խորապես իրավաբանի տեսանկյունից չեմ հասկանում, այստեղ խնդիրը որն է։ Այսինքն Իրանը ինչն է խախտել, ինչ պարտավորություն չի կատարել։ Ինչև է դա չի հարցը։ Իրենց անհանգստացնում է միջուկային ծրագիր, ասում են ուզում ենք կանխել։ Դրա հետ կապված Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է լուրջ զիջումների, որքան հասկանում եմ, այլ պահանջներ են դրվել միջուկային ծրագրից զատ։ Խնդիրն այն է, որ այս պատերազմը, որքան հասկանում եմ, էապես տարբերվել է մյուս պատերազմներից, թե իր մասշտաբներով, թե իր ռիսկերով, թե տարածաշրջանային երկրների ներգրավման ծավալով եւ շատ ավելի մեծ պատերազմ է, կարծեք թե սկսել, որտեղ որ կողմերը շատ ավելի բարձր, այսպես ասած, խաղադրույքներ են կատարել եւ ինչ որ սիմվոլիկ քայլերով մտադիր չեն բավարարվել, շատ ուղիղ դրված է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանում ռեժիմի փոփոխության հարցը։ Դե այդ պայմաններում էլ Իրանը կարծում եմ որևէ, ինչպես հայտարարել են, կարմիր գծեր երևի թե չի ունենա։ Ինչևէ, այս պայմաններում մենք ունենք լրջագույն ռիսկեր։ Առաջինը, ամենակարևորը, լավ, չասեմ ամենակարևորը, կարևորներից մեկը փախստականների մեծ հոսքի ռիսկ։ Երկրորդը հայ համայնք, հայկական մշակութային արժեքներ Իրանում։ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել մեր ԱԳՆ-ն, ասում են հետևում ենք իրադարձություններին։ Դե այո, շատ լավ, թող հետևեն, բայց դե խնդիրը այն է, որ այդ ռիսկերը ինչ որ կերպ պետք է նաև հաշվարկվեն, ընդհանրապես այդ ձևական հայտարարությունները հեռախոսահամարներ դնելը, որը որ բոլոր երկրներն էլ անում են իրենց քաղաքացիների համար, դա կարծում եմ բավարար չի։ Երրորդ ռիսկը տրանսպորտային, տնտեսական լուրջ հետևանքներ։ Չորրորդ ռիսկը, ինչ որ ես որպես ոչ մասնագետ եմ տեսնում, ընդհանրապես դա կարող եմ ասել, այն գլոբալ փոփոխությունները, որ կարող են տարածաշրջանում տեղի ունենալ, սկսած Իրանի մասնատումից, վերջացրած այնտեղ մեր համար անցանկալի այլ զարգացումներից, ու այս ամեն ինչի պայմաններում մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարը նարդի է խաղում ինչ որ մի բակում, ինչ որ մի քաղաքացու հետ, սա այտենց չլսված բան է։ Իրականում ես այսպեսի բան չեմ պատկերացնում, որ որևէ ողջամտությամբ առաջնորդվող երկրում նման բան մենք տեսնենք։ Հաստատ մենք նման բան չենք տեսնի որևէ այլ տարածաշրջանային երկրում։ Սա ուղղակի աբսուրդ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ խաղաղությամբ է պետք առաջնորդվել եւ այլն, դա ասում են չենք ուզում խառնվել, որ ով է ասում խառնվել։ Ով է ասում, մարդիկ կարիք ունեն տեսնելու, որ գոյություն ունի պետություն։ Պետությունը զբաղվում է պետական հարցերով, այլ ոչ թե չգիտեմ ինչով, նույնիսկ կանոնել չեմ կարողանում գտնել դրան, քաղաքական քարոզարշավ է, թե ինչ է, առաջի հերթին այդ մարդիկ պետական գործառույթ են իրականացնում, անկախ դրանից օրը շաբաթ է, թե երկու շաբթի է։ Եվ այս պայմաններում իմ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչ է
կատարում են։ Պարոն Մելիքյան, այս թեմայի հետ կապված վերջին հարցը, հա, նայեք, Հայաստանը այս պահի դրությամբ փաստորեն տարբեր տնտեսական, այդպես ծրագրեր է իրականացնում Միացյալ Նահանգների հետ, մյուս կողմից Իրանն է բնական դաշնակից։ Ինչպիսի դիրքավորում պետք է այս պահի դրությամբ ունենանք։ Դե այն, որ Հայաստանը չպետք է որևէ կերպ միջամտի պատերազմին, դա բնական է, այսինքն որևէ ես այդտեղ անկեղծ ասած դա եմ տեսնում ճիշտ մոտեցումը, բայց դա չի նշանակում, որ աշխատանք չպետք է կատարվի, այսինքն պետք է մարդիկ տեսնեն, որ աշխատանք է կատարվում, մարդիկ պետք է տեսնեն, որ պետությունը ռիսկերը գնահատել է եւ ռիսկերին պատրաստ է։ Իրանը հսկայական բնակչություն ունի, եթե իրենց բնակչության 0.1%-ը չեմ ասում մեծ տիպ։ Մեկ էլ որոշի, որ պետք է պատերազմից խուսափելով Հայաստան գա, ինչ ենք անելու։ Կամ այնտեղ հայ համայնքի վերադարձը հայ համայնքի վերադարձի կազմակերպման հարցերը բնականաբար եւ այլն, այսինքն այստեղ հարցեր կան, որոնք որ մարդիկ ոչ միայն պետությունը ոչ միայն պետք է աշխատի, այլև մարդիկ պետք է տեսնեն, որ պետությունը աշխատում է։ Եվ երբ որ մարդիկ տեսնում են, որ այս օրով մարդիկ գնում նարդի են խաղում, դա որևէ կերպ պետություն ունենալու զգացողություն չի առաջացնում, այսպես ասեմ։ Պարոն Մելիքյան, դեպս որ մի այսպես կարծիք լսեցի, որ եթե այստեղ շրջանում իսկապես իրավիճակը լարվի, չի բացառվում, որ այստեղ սպասվող ընտրությունները չեղարկվեն կամ հետաձգվեն։ Հիմա զարգացում հնարավոր է լինի, թե ոչ։ Տեսականորեն այո, ոչինչ բացառված չի, որ հիմքեր կան, որ ընտրությունները չեղարկվեն, հետաձգվեն, դա արտակարգ դրությունն է օրինակ, ռազմական դրությունն է։ Բայց իշխանությունը այսպես անդադ պատրաստվում են քարոզարշավի, այսօր այսպես մարզերով են շրջում։ Դե եկեք հիշենք 2020 թվականի այսպես հանրակրվեն, որ չեղարկվեց։ Շատերը մոռացել են դրա մասին, սահմանադրական դատարանի հետ կապված հանրակրվեին չէ նախաձեռնել, որպեսզի սահմանադրական դատարանի դատավորներից ձերբազատվեն։ Շատ ակտիվ քարոզարշավ էին անում, քարոզարշավի ընթացքում պինցետով այդ ինչ էր այդ վարակը հանելու մասին էին խոսում, եկել մի օրվա մեջ ամեն ինչ փոխվեց, այսինքն ասել, որ այն, որ իշխանությունները քարոզարշավ են անում, դա նշան է նրա, որ ընտրությունները չեն չեղարկվելու, դա ճիշտ չէ, որովհետև նախ մենք չգիտենք ինչ զարգացումներ են տեղի ունենալու, զարգացումները կարող է րոպե լինեն։ Նորից ասեմ, Իրանը այնպիսի պայմաններում է այս պահի դրությամբ, որ ոչինչ չի կարելի բացառել Իրանի կողմից իր պաշտպանությունը կազմակերպելու առումով։ Իսկ Հայաստանը ցավոք սրտի վերջի շրջանում շատ բարեկամական դիրքավորում չի ունեցել Իրանի նկատմամբ։ Այո, դեսպանի հայտնի հայտարարությունը մեզ օրինակ։ Ոչինչ հնարավոր չի բացառել։ Իրանն էլ ունի հեռահար հրթիռներ օրինակ։ Այստեղ էլ կան որոշակի ամերիկյան օբյեկտներ, սկսած դիվանագիտական ներկայացուցությունից այլ օբյեկտներ եւս։ Մենք ինչ գիտենք, որ ինչ որ մի պահի Հայաստանի տարածքում գտնվող տարբեր օբյեկտներ չեն դիտարկվելու որպես թիրախ, օրինակ եմ ասում։ Ես գրեթե անհավանական բան եմ ասում, բայց այս ամեն ինչը մարդիկ մտածում են, չէ՞, այսինքն այդ բոլորին պետք է արձագանք լինի։ Փախստականների հարցը, որևէ արձագանք կա, թե Հայաստանը պատրաստ է արդյոք փախստականներ ընդունել, թե չէ, ինչ որ միջոցներ ձեռնարկվում են, թե չէ։ Լավ, պետք չի հայտարարություններ, խնդրեմ, թող հայտարարություն չանեն, բայց որևէ կերպ մարդկանց պետք է այս մտահոգությունները ինչ որ կերպ փարատել։ Իհարկե ես խոսում եմ այն մասին, որ ես այսքան խոսեցի, բայց իմ խոսածածը վերաբերում է ողջամտության կանխավարկածին եւ պետական այրերի, պետական իշխանություն իրականացնող մարդկանց իրենց երկրի գործելու կանխավարկածի, ինչը մեր երկրում ցավոք սրտի պարզապես հակառակն է։ Պարոն Մելիքյան, մի թեմայի էի ուզում անդրադառնալ եւս, այս վերջին ամենաբարձր հնչեղություն առաջացրած խոսքը երևի հասկացաք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված, թեև իհարկե ամենայն հարգանքով անձնական կյանքի նկատմամբ, բայց հանրային դեմք լինելով պետք է ընդունել, հա, որ որոշակի այդպես անձնական, այդպես աղմկարոց հարցեր պետք է քննարկվեն ու բացի դա հենց իրենք են առաջինը, որ այսպես մեծ տեսանյութով հրապարակեցին։ Այս շատերը սա դիտարկում են, չգիտեմ, այսպես տողատակեր են քաղաքական տեսնումից ընտրությունից առաջ ինչ որ բարձր հնչեղություն կամ այդպես օրակարգը վերցնելու քայլ է, ինչ որ սրա հետ կապված ինչ որ դիտարկում դուք ունեք, քաղաքական ենթատեքստ տեսնում եք այստեղ, թե ոչ։ Նախ ես կոչ եմ անում բոլոր ընտանիքներին օրինակ չվերցնել այս ընտանիքից, անկախ նրանից սա ձևական է, իրական է, ինչ է, ընտանիքը մեր հասարակության
մեր երկրի, մեր ազգի, այսպես առաջնային բջիջն է եւ ընտանիքի արժեքը պետք է գիտակցել այս տեսանկյունից կոչ եմ անում հանդարտության։ Երկրորդը, ինչ վերաբերում է կոնկրետ այս ընտանիքի հետ կապված հարցերին, կներեք, այսպեսի ձևակերպում օգտագործեմ, ես դեռ չեմ հասկանում որտեղ են ուզում մեզ գցել։ Բայց որ այստեղ տակ ինչ որ մի բան կա, կարծում եմ որ կա, էլի, լավ չեմ հասկանում։ Իրենց ընտանիքն է, եթե դա ինչ որ քաղաքական խաղ է, ապա շատ տհաճ խաղ է։ Եթե իրական է, ապա ես լավ չեմ պատկերացնում, անկախ ամեն ինչից, այդպես դեպքեր իհարկե պատահում են, բայց պարզ է, որ դա անդրադառնալու է Նիկոլ Փաշինյանի այս քաղաքական դրական իմաստով, թե բացասական իմաստով։ Աննա Հակոբյանը այդպիսի հարված է հասցնում այդ մարդուն։ Ինչքան էլ մենք վատ վերաբերվենք, ես վատ վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, մի քիչ մեջքից հարվածի տպավորություն կարող էր թողնել, եթե իրականում սա իրականություն լիներ, այլ ոչ թե ինչ որ տակը այլ հաշվարկ չլիներ։ Դրա համար ես չգիտեմ, չեմ ուզում, այսքանից ավել բան չեմ։ Իսկ մտորումներն եմ ասում ընդհանրապես։ Այնտեղ մի հայտարարություն հնչեց, ասում էր, որ չեմ բացառում, որ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործեր իմ նկատմամբ սկսի, իմ քայլը հիմնադրամի հետ կապված։ Սրանք լուրջ մտահոգություններ են, թե այնքան որ այսպես արված հայտարարություն։ Դե այն, որ իմ քայլը հիմնադրամի հետ կապված բազմաթիվ մտահոգություններ են հնչել, դա թափանցիկ գործող հիմնադրամ չի։ Կարող է քաղաքական հալածյալի կերպար առաջիկամ տեսնել։ Դե գիտեք, հետ սա է հարցը։ Ես միակ բանը, որ ուղղակի չեմ կարողանում հավատալ, որ դա է իրականությունը, որ սա ասենց որևէ թաքնված օրակարգ այստեղ չկա, այդպես չեմ պատկերացնում։ Ինչ որ մի բան այստեղ ես ենթադրում եմ, որ կա, որը ես լավ չեմ պատկերացնում։ Ինչ քաղաքական հալածյալի կերպար են ուզում ստանալ, հետո էլ ասեն, տեսեք Նիկոլ Փաշինյանը անգամ իր ընտանիքի անդամների նկատմամբ է նման բան անում։ Դա մարդիկ չեմ կարծում, որ տրվեն դրան, որովհետև այդ ոնց եղավ, որ տենց այսքան ժամանակ դրան ուշադրություն չդարձվեց եւ ընտրություններից առաջ դրան սկսեցին ուշադրություն դարձնել։ Ակնհայտ դեպքի մասին է, ակնհայտ իրավիճակ է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ շատ բացահայտ ձևով մարդիկ նամակներ էին ուղարկում գործարարներին, դրանք հրապարակվում էին, որ առաջարկում էին նրանց ինչ-որ գումար։ Այո, հանդիպումների մասը։ Պարզ է, որ որևէ գործարար կարող էր ընկալել եւ նույնիսկ չէր կարող չընկալել, որ այդ առաջարկը չընդունելու դեպքում կարող են առաջանալ անցանկալի հետևանքներ։ Այսինքն սա կոռուպցիոն ակնհայտ, բացահայտ, աներկբա դրսևորում էր։ Էլ չեմ ասում փակ գործելու սկզբունքը, որ չենք իմանում այդտեղ որտեղից են գումարները գնում, ինչ են անում եւ այլն։ Եվ այս տեսանկյունից, եթե սա կարող է վերաճել ինչ-որ քրեական հետապնդման հետ կապված հարցերի, կարելի է ենթադրել, որ այս ամեն ինչը բավական խորքային կազմակերպված հաշվարկ է, որով որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ ինքը անգամ պատրաստ է, Ստալինի բանը կար, չէ՞, տես որ ինքը անգամ իր տղային է պատրաստ զոհել միայն թե հիշում եք այդ հայտնի Պաուլոսի հետ փոխելու չփոխելու հարցերը։ Ինչ որ այդպեսի կարող է PR-ի մասնագետները նման ինչ որ բան են խորհրդել։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Ժամանակը ցույց կտա։ Այո, բայց բարձրաձայն մտորումներ էին, չէ՞ ուզեի այսքան երկար սրա մասին խոսենք։ Ամեն դեպքում շատ տհաճ իրավիճակ է։ Պարոն Մելիքյան, այսօր լրահոսից գրեթե հատկապես վերջին օրերին այսպես անպակաս է, որ այդ քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել վարչապետին այդ գրառում անելու համար կին ձերբակալվեց անգամ Շիրակում 60-ամյա բլոգերի դեպքը ու նման բերքեր շատ են, հա, այսպես շատացել։ Մի կողմից իհարկե վիրավորանքը անընդունելի է, մի կողմից էլ տեսնում ենք, որ ոչ անհամաչափ է, հա, այդ պատժամիջոցը կիրառվում։ Ախր եկեք մի հատ հասկանանք, թե ինչ է նշանակում վիրավորանք, ինչ է նշանակում ընդունելի, անընդունելի եւ ինչ համակարգում մենք պետք է դա դիտարկենք։ Եթե մենք դա դիտարկում ենք բարոյական տեսանկյունից, խնդիր չկա, քննարկենք եւ ես էլ եմ համաձայն, որ հայհոյանքը ինքնին լավ բան չի կամ վիրավորանքը ինքնին լավ բան չի։ Բարոյական նորից ասեմ, ոչ իրավական տիրույթում։ Բայց մենք գործ ունենք այնպիսի իրավական համակարգի հետ, որը հիմնված է մարդու իրավունքների գերակայության սկզբունքի վրա։ Սա բառեր չեն, սա համադրական դրույթ է, սա բառեր չեն։
մարդու իրավունքներից ամենակարևորներից մեկը, որի վրա ըստ էության հիմնված է ամբողջ մարդու իրավունքների համակարգը, դա խոսքի ազատությունն է, կամ ինչպես ավելի հստակ է ձևակերպված, արտահայտման ազատությունն է։ Իսկ խոսքի ազատությունը այստեղ շատ կարևոր է։ Դա կենացների ազատություն չի, դա գովաբանության ազատություն չի, դա նաև ցնցող խոսք է, դա վիրավորական խոսք կարող է լինել որոշակի սահմաններում։ Բայց թույլատրելի է վիրավորանքը այդ կոչկել ազատ խոսքի, ասենք, շատ հաճախ նման դեպքեր օրինակ լինում են իշխանությունների կողմից, էլ կամ հակառակ ճամբարից։ Այդ ոնց եղավ, որ նախորդ իշխանությունների ժամանակ մենք չտեսանք ինչ որ իսկ հայհոյանքներ, վիրավորանքներ շատ ենք տեսնում, անգամ մտնելով մարդկանց չեն անցնում, որ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։ Սա է ժողովրդավարությունը։ Եթե մենք ուզում ենք ժողովրդավարություն ունենալ, ուրեմն սա է գինը։ Քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մասին է խոսքը, քաղաքական հանրային գործառույթ իրականացնողների մասին է խոսքը։ Սա դասագրքային ճշմարտություն է։ Մարդը մտնելով հանրայի դաշտ լրելային համաձայնություն է տալիս, որ իր նկատմամբ խոսքի ազատությունը շատ ավելի ցածր չափանիշով պետք է պատժվի։ Այ եթե խոսքը վերաբերվի դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին, չգիտեմ, դա մեր օրենքով էլ է սահմանված։ Այդտեղ այո, չափանիշները շատ ավելի բարձր են։ Շատ ավելի բարձր են այստեղ, այդ մարդկանց պաշտպանությունը շատ ավելի բարձր է, քաղաքական գործառույթ չեն իրականացնում։ Բայց քաղաքական գործառույթ իրականացնողների փաթեթի մաս է կազմում։ Եվ տրամաբանությունը հետևյալն է, մարդիկ հարկատուների հաշվին ստանում են հսկայական միջոցներ, հարկատուներն են դրանից պահում, չէ։ Նիկոլ Փաշինյանը, որ աչք ու ձախ է գնում, չգիտեմ, կամ մյուս պաշտոնյաները։ Բայց դրա լուսնի հակառակ կողմն էլ այն է, որ դուք պետք է ավելի զսպված լինեք նման դրսևորումների նկատմամբ։ Հիմա հենց մշակման փուլում է, հենց գործադիրում է նախագիծը, որը հենց արդարադատության նախարարությունն է, հա, հայհոյանք, ատելության խոսք։ Մի վարքյան, եկեք տարբերակենք։ Այդ տեսեք դուք երկու բան ասացիք, որոնք սկզբունքորեն տարբեր են։ Հայհոյանքը եւ ատելության խոսքը, դրանք սկզբունքորեն տարբեր ռեժիմ են։ Ատելության խոսքը, թշնամանք հարուցելը, դրանք դա ուրիշ բան է։ Դա այսօր էլ է թե ոնց են, ինչպես է օրինակ այդ սահմանագիծը գծվելու, ոնց են որոշելու, օրինակ այսպես ընդդիմադիր հասնային ներքի գտնվող անձանց դեմ սա ճնշման գործիք չեն օգտագործել, հա։ Արդեն օգտագործում են։ Արմեն Գրիգորյանին ինչով էին պատասխանատվության կանչել։ Ատելության խոսքով այն դեպքում, երբ որ մարդը շատ հստակ բացատրում է, որ իր խոսքը քաղաքական բովանդակություն ունի, եւ ընդամենը գյումրեցիների լինելով գյումրեցի է մարդուն դատապարտեցին, որոնք դատապարտեցին ես վստահ եմ նաեւ այն պատճառով, որ մահացել էր Մուսահոգի Արմեն Գրիգորյանի մասին է խոսքը, որ այդպես չստացի, որ մարդը անհիմն էր գտնվում բանտում։ Ես համարում եմ, որ այս գործի վրա իշխանությունները ամենամեծ ուշադրությունը դարձրեցին, որպեսզի հանկարծ այստեղ արդարացման խնդիր չլիներ։ Թե ակնհայտից էլ ակնհայտ էր, որ ուղղակի այստեղ մի խոսքով Նարեկ Մալյանն է այս հոդվածով դատապարտվել, մեղադրվում էր, բայց արդարացվեց, արդեն օրինական ուժի մեջ մտավ Սամվել Վարդանյանը ավտոբուսի գործով։ Այստեղ չափանիշներ կան։ Հիմա ես չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, բայց եվրոպական համակարգում բավական հստակ չափանիշներ են մշակվել։ Բայց դրանք եւ հայհոյանքները տարբեր բաներ են սկզբունքորեն։ Սկզբունքորեն տարբեր բաներ են։ Եվ մենք ունեցել ենք, մենք ինչի ենք մոռանում, որ ընդամենը 5 տարի առաջ մենք ունեինք մցրեցին այս իշխանությունները ծանր վիրավորանքի հանցակազմը մեր քրեական օրենսգիր, այո 8 ամիս, 10 ամիս կյանք ունեցավ եւ այդ ընթացքում դեռ եվրոպական կառույցները Հայաստանի նկատմամբ որոշակի քննադատական վերաբերյալ այսօրվա պես չէր։ Այսօր ես չեմ տեսնում, որ որևէ քննադատական Վենետիկի հանձնաժողովի այդ եզրակացության Վենետիկի հանձնաժողովի եւ նաեւ եվրոպական այլ կառույցների մասին, որոնք որ ասում են, այո, սկզբունքորեն սա կարող է, հա, լավ լինել, բայց պետք է դուք պրակտիկայում ապացուցեք, որ կիրառում եք այս հոդվածը ոչ խտրական ձևով։ Եվ հնարավոր չէր դա պրակտիկայում ապացուցել։ Մենք անընդհատ դեպքեր ենք ցույց տալի, որ 99%-ը ԿՊԱ-կանների նկատմամբ հայհոյանքներին էր վերաբերվում։ Վերջին դեպքը Նարեկ Սամսոնյանն է, երբ որ նրանք Ալեն Սիմոնյանի վիրավորանքին են։ Դե հիմա ես դրան եմ ուզում գալ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Եվրոպացիները ճնշեցին, իրականում ճնշեցին։ Սա այն քիչ դեպքերից է, երբ սկզբունքային մոտեցում են դրսևորել, որի հետևանքով այս իշխանությունները այդ հոդվածը ծանր վիրավորանքը հանեցին օրենսգրքից։ Ինչ արեցին իշխանությունները, 1-2 տարի ոչինչ չարեցին, հետո այն յուրաքանչյուր նոր բան լավ մոռացվածին է սկզբունքով, այս հոդվածը վերակենդանացրեցին խուլիգանության անվան տակ։ Իսկ լրիվ նույն բանն է, բայց խուլիգանության անվան տակ։ Եվ փորձ արեցին, առաջի փորձը Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան դեռ 2024 թվականի առաջի կեսին։ Եղավ առաջի հայցանի դատարանի արդարացման դատական ակտ, որը հիմա վերաքննիչում է։ Եվ մենք կարծում ենք, որ էլ այս ուղղությամբ չեն շարունակի, որտեղ ոչ միայն եղավ դատական ակտ, դատական ակտից առաջ եղան բազմաթիվ շատ լուրջ քննադատություններ։
Սա այն դեպքն է, որ միջազգային լուրջ արձագանք է եղել։ Amnesty International, Freedom House, Human Rights Watch, սա ամենամեծերն եմ ասում եւ բազմաթիվ ժուրնալիստական կազմակերպությունների կողմից մեր շատ լավ գործընկեր Սաթիկ Սայրանյանի ժուրնալիստների միության նաեւ ջանքերով շատ մեծ։ Մի խոսքով, շատ լուրջ արձագանք եղավ։ Եվ ես մտածում եմ, որ դե լավ, այս արձագանքից հետո այս նույն ճանապարհով չեն գնա, բայց փաստորեն 1 տարի չանցած նորից նույն ճանապարհով են գնում, նորից տղաներին նույն հոդվածով ձերբակալել են, կալանավորել են, երկուսն էլ անազատության մեջ են, Նարեկը փոխվեց տնայինի, իսկ Վազգենը շարունակում է բանտային կալանքի ներքո լինել։ Եվ հիմա արդեն մեկը մեկի հետևից այս նույն հոդվածով ուրեմն մեղադրանքներ են առաջադրում։ Այդ TikTok-ում հայտնի, ես TikTok-ի մարդ չեմ, չգիտեմ այդտեղ ինչ է կատարվում։ Հայկ Եղյան։ Հայկ Եղյան անունով, այո, մեր գործընկերներից Ռոման Երիցյանն է պաշտպանում, բարձրաձայնել է, խոսել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող տնային կալանք տվեցին, ու այս այն դեպքն է, որ նույնիսկ կարելի ասել Փառք Աստծո, որովհետև այդ տղան բանտում հայտնվեց, չգիտեմ ինչ կլներ իր հետ։ Գյումրեցիի կնոջ դեպքը, այսինքն սա արդեն զինանոց է մտել, սա ոչ թե մեկ անգամյա դեպք։ Մենք անընդհատ բարձրաձայնում ենք սրա մասին, բայց քանի որ միջազգային արձագանքը պատշաճ չի եւ այս պայդրությամբ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ունի շատ մեծ carte blanche, չի ասի բացարձակ, շատ մեծ carte blanche եւ կարծեք թե այդ carte blanche-ը սկսել է օգտագործել վերակենդանացնելով ծանր վիրավորանքի հոդվածը եւ այն վերափաթեթավորելով խուլիգանության, բայց գիտեք, ավելի լավ էր նա մնար, քան թե սա լիներ, որովհետեւ այն դեպքում գոնե բան չկար, ազատազրկում պատժատեսակ չկար, իսկ այս դեպքում մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսվում, սա խայտարակություն է ուղղակի։ Իսկ ընտրություններից առաջ այս մթնոլորտը, հա, ունեք շատերը, թե փաստաբաններ, իրավապաշտպաններ ահազանգում են, որ որքան ընտրությունները մոտենան, այս ճնշման գործիքները, այս մեխանիզմները ավելի այսպես կիրառվելու են աչուձախ։ Ես վստահ եմ, որ դա այդպես է, այսինքն ոչ մի նշան չկա, որ այդպես չլինի։ Չարաշահումով մենք գործ ունենք իշխանությունների հետ, որոնք որ ժողովրդավարական արժեքներից հեռու են մեկ, երկրորդ այնպիսի հանցանքներ են գործել, այնպիսի անծայրածիր հանցանքներ են գործել, որ մտածում եմ, որ պատասխանատվության են ենթարկվելու երկու, եւ երրորդ Հայաստանի համար, Հայաստանի նկատմամբ վատ տրամադրված, չասեմ թշնամաբար, այդ բառը չօգտագործեմ, բայց դա թշնամաբար էլի, տրամադրված երկրների ուղիղ ազդեցության տակ են գտնվում։ Այսինքն այս 3 գործոնների իրար գումարելով մենք հասկանում ենք, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները պատրաստ են լինելու ամեն ինչի վերարտադրվելու համար։ Պարոն Մելիքյան, բա այդքանով հանդերձ, հա, ոնց է իշխանություններին հաջողվում միջազգային հանրության մոտ, այսպես, հա, որպես գաղտնիք չէ, հա, որ գործող իշխանությունը ժողովրդավար, այսպես թափանցիկ ուժի իշխանության վարկանիշ ունի։ Անկամ վերջին իր զեկույցում ԵԽԽՎ-ն հրաժարվեց որևէ բառ ասել, օրինակ քաղբանտարկյալների մասին։ Հոգևորականների հետ կապված աջակցություն հայտնեց հենց իշխանություններին։ Պարզ է սրա պատճառը, որովհետև Հայաստանի իշխանությունները իրականացնում են ում ինչ պետք է ասեք տանք սկզբունքով։ Միայն թե մեկ մենակ իշխանություն։ Եվրոպացիներին պետք է որպեսզի Հայաստանը ինչ որ քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ, Հայաստանը դրա խոստումները վստահաբար տվել է, որ իշխանություն ընտրություններից հետո ձեռնարկելու այդ քայլերը ստանում է աջակցություն։ Հերթով կարող ենք գնալ, ում ինչ պետք է, այս մարդիկ ասում են այո։ Միայն թե մենք մենակ իշխանություն։ Այսինքն նորից ասեմ, վերադառնալով ձեր առաջի հարցին այս իրավիճակի հետ կապված։ Մենք տեսնում ենք մարդիկ, որոնք որ բացառապես մտահոգված են իրենց վերարտադրության քաղաքական ապագայի հարցերով, այլ ոչ թե պետական շահերով։ Եվ սա դրա դրսևորումն է։ Հիմա մենք ինչի ենք այսպես փորձում եվրոպացիներին այլոց նայել որպես սրբեր։ Այդ մարդիկ ունեն իրենց շահերը եւ տեսնում են ինչ որ մարդկանց խումբ, որ ըստ էության դավաճանելով, սա իմ հստակ մոտեցումն է, դավաճանելով հայկական շահերին, պատրաստ է հայկական շահերի հաշվին այլ երկրների շահեր սպասարկել, այլ օրակարգեր սպասարկել։ Բե պարզ չի, որ պետք է օժանդակեն։ Ես այդտեղ իրենց չեմ մեղադրի։ Եվ վերջում արդեն ուզում եի խոսենք նաև կոնկրետ հոգևորականների նկատմամբ այս կատարվող կաթողիկոսի նկատմամբ կա գործ հարուցված, հա, նրա մոտ քարգելվեց տարբեր հոգևորականներ այս պահին դեռ բանտում են, ու սա կարծես աննախադեպ է, հա, որևէ ժամանակներում նման այսպես ճնշումներ եկեղեցու հոգևորականների նման չի եղել։ Այս շարքը որտեղ է տանում ու որքան կարող է ձգվել, առաջիկայում ինչ կտեսնենք, հա, որ չենք տեսել։ Ես
ես հիշեցի միանգամից Մակար Սրբազանի պատասխանը, որ ասում են իս ուր է տանելու այս ամենը եւ նա այն 6 սրբազաններից էր, որոնց մեղադրանք առաջադրվեց Հայաստանից նրանց մեկնելը ժողովին մասնակցել արգելելու համար եւ մեկ բառով պատասխանեց այս ամեն ինչը մեզ կարող է տանել դրախտ, այսինքն նկատի ունելով իրենց հոգեվորական դեպք։ Այս 8-9 ամիսների հալածանքները ցույց տվեցին, որ մենք երևի լավ չենք ճանաչում նաեւ մեր եկեղեցու դիմադրողականության աստիճանը։ Ազգային կառույցը իր հսկայական դիմադրողականությամբ, որին նպաստում է նաեւ այն, որ մեր ժողովուրդը հարությունը ըստ էության մերժեց Նիկոլ Փաշինյանի օրակարգը եկեղեցու հետ կապված, դա ենք մենք տեսնում, եւ եկեղեցին շարունակում է իր տրամաբանությամբ, իր հանդարտությամբ, իր գործունեությունը շարունակել իրականացնել չնայած հալածանքներին։ Եվ ինչ կարող է լինել, անկեղծ ասած, քիչ հավանական եմ համարում, որ մինչև ընտրություններ կտրուկ բաներ լինեն։ Բայց չեմ բացառում։ Քիչ հավանական եմ համարում, բայց չեմ բացառում։ Հասարակությանը ավելի չբարկացնելու միտումով։ Չէ, ոչ թե հասարակությանը, անուղղակիորեն այո, ես պատճառը նա եմ տեսնում, որ նրանք վստահաբար հաշվարկում են, որ ամեն մի նոր քայլ իրենց համար ավելի մեծ վնաս է։ Հանրային ընկալման տեսանկյունից, էլեկտորալ տեսանկյունից եւ ինչ պետք է անեն։ Իրենց, այսպես ասենք, արսենալում մենակ մնացել է մի բան, ամենայն հայոց կաթողիկոսի կալանավորը։ Եվ կհասնեն դրան։ Դե վեհապար հայրապետը իր ողջ կեցվածքով ցույց է տալիս, որ նա դրանից չի վախենում։ Չի վախենում դրանից։ Թող այն մարդիկ մտածեն, որոնք իրենց ձեռքը ապականել են ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մեղադրանք առաջադրելու նրան ամենայն հայոց կաթողիկոսը մեր ինքնիշխանության կրողն է, մեր ժողովրդի ինքնիշխանության կրողն է։ Այստեղ շատ կարելի է դրա մասին խոսել, չեմ ուզում, գահակալ է։ Մեր ամենայն հայոց կաթողիկոսին, մեր թիվ 1 գահակալին կաթողիկոսական գահից մեղադրյալի աթոռին նստեցնելու համար, թող այդ մարդիկ մտածեն։ Եվ այս պայմաններում ես շատ մեծ հավանականություն այդտեղ անկեղծ ասած այս պահին չեմ տեսնում։ Չեք բացառում։ Բայց ընտրություններից հետո մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է ձայն տալ ադրբեջանական հոգևոր առաջնորդ Փաշազադեի նա այսպես զարկը տվեց, Ավրորայի պես, չէ՞, հեղափոխության զարկը մեր սերունդը հիշում է, չէ՞, որ 17 թվականի հեղափոխության զարկը Ավրորա հածանավն է տվել, իսկ այդ բառն եմ հիշում։ Կրեսեր Ավրորա։ Հիմա Փաշազադեն այդ զարկը տվեց որպես Ավրորա եւ նրանք իրականացնում են այս հալածանքը։ Եվ մեր յուրաքանչյուր քաղաքացի պարզապես պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր քվե Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական ուժի օգտին նշանակում է այդ զարկին իրենց մասնակցությամբ մասնակցել այդ համազարկին։ Այսինքն մասնակցել հայ եկեղեցու չասեմ վերացման, չի վերանա, բայց կգոյափոխվի։ Թիրախավորմանը։ Կգոյափոխվի, կդառնա ոչինչ չասող, ֆասադ ունեցող, բայց բովանդակություն չունեցող կառույց։ Այ դրան նրանք կմասնակցեն։ Սա շատ կարևոր է։ Այսինքն ես այս խնդիրը տեսնում եմ, որ կարող է սրվել ընտրություններից հետո, եթե Աստված չտա, փոփոխություն չլինի։ Մինչ այդ հավանականություն կա, ռիսկեր կան, բայց դրանք նույնքան մեծ չեն, որքան 2025 թվականի ամռանը եւ հատկապես աշնանը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Մելիքյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Ձեզ հետ Քրիստինե Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար։